Պատմության փորձը սովորեցնում է, այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը կենսունակ, որն ունի կարգապահ ու մարտունակ բանակ։ 20 տարի առաջ հունվարի 28-ին մեր կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը։ Հենց այդ փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Եթերում մաքսիմումն է, բարի երեկո։ Զինված ուժերում միայն պայմանագրային զինվորականների ծառայությունը հնարավոր կլինի այն դեպքում, երբ հայրենի սահմանին թշնամու անմիջական սպառնալիքը չլինի։ Բանակում առկա խնդիրների հաղթահարումը ոչ միայն պետության, այլև ողջ հասարակության ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Ինչ զարգացումներ է ապրել մեր բանակը եւ որն է նրա հաջողության ու տոկունության գրավականը։ Արցախյան շարժումը ոտքի հանեց նաև հայ մտավորականներին, նրանցից շատերը չտեսան հաղթանակը, հիշողություններ ռազմի դաշտում գտնված արվեստագետներից։ Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն։ Նրանք կռվեցին ամենաթեժ գծում, գիտակցելով, որ վերադարձի հնարավորությունը չնչին է, մահապարտները։ Կռվի դաշտում նրանց զենքը տեսախցիկներ, նրանց շնորհիվ աշխարհը տեղեկացավ Արցախյան իրողությանը, ռազմական լրագրողներ։ Մեծաթիվ ու փոքրաթիվ բանակները, երկրներ, որտեղ ընդհանրապես բանակներ չկան։ Գինեսյան ռեկորդ նվիրված հայոց բանակի 20-ամյակին, ժամկետային զինծառայող Ռուբիկ Միքայելյանն ապացուցում է, որ մարդկային հնարավորություններն անսահմանափակ են։ 2007 թվականից մեր բանակում դասակի հրամանատարներն ու ջոկատի հրամանատարները պայմանագրային սերժանտներն են, նրանց կարող են միանալ հայրենիքին ծառայելու պատրաստ բոլոր երիտասարդները։ Անձնվեր, պատրաստակամ ու կարգապահ հրամանատարի կարիք բանակը միշտ ունի, զինված ուժերում միայն պայմանագրային զինվորականների ծառայությունը հնարավոր կլինի այն դեպքում, եթե հայրենի սահմանին թշնամու անմիջական սպառնալիքը չլինի։ Հայրենիքին ծառայելն ամենապատվաբեր գործն է։ Առաջին գծում արտական հերթապահություն կատարելու խնդիրն այսօր հիմնականում վստահված է պայմանագրային զինծառայողներին։ Չէ, կարծեմ, պատրաստված մարդը ի վիճակի կլինի ենթականերին սովորեցնել, ենթակաների հետ զբաղվել, ենթականերին ծանոթացնել պարտականությունների կատարմանը, ենթականների ծառայությունը կազմակերպել, թե պատահական անձնավորությունը։ Արդեն 5 տարի բանակի կրտսեր հրամանատարական կազմը համալրվում է հատուկ դասընթացներ անցած պայմանագրային սերժանտներով։ Փորձը ցույց է տալիս, նրանց ղեկավարությամբ գործող ստորաբաժանումներում միջադեպեր գրեթե չեն լինում։ Սերժանտների թեկնածուները պետք է ֆիզիկապես ամուր լինեն, ունենան առնվազն միջնակարգ կրթություն, դատապարտված չլինեն։ Մի խոսքով, բանակին պետք են արագ կողմնորոշվող, խելքը գլխին զինվորներ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ առավել արդյունավետ է տվյալ պայմանագրային սերժանտերի կիրառումը, քան ասենք պայստազորից ընդունել եւ միանգամից նշանակել տվյալ պաշտոնին վստահել ենթակա 20-ից 30 տարեկան պահեստազորայինները, ինչպես նաև 1.5 տարի ծառայություն անցած ժամկետայինները ցանկության դեպքում կարող են ընդգրկվել սերժանտական դասընթացներում։ Նրանք անցնում են ֆիզիկական, մարտական ու շարային պատրաստություն, սերտում են զինվորական կանոնագրքերը։ Ուսման ավարտից հետո ստորագրվում է եռամյա պայմանագիր, սերժանտները գործողում են զինված ուժեր։ Նախատեսում են, որ տարեստարի մեր բանակում կավելանա պայմանագրային զինծառայողների թիվը։ Իրոք սա անցումն է դեպի պրոֆեսիոնալ բանակ, իհարկե այս պայմանագրային սերժանտների պատրաստումը սրանով չի սահմանափակվում, դեռ ժամանակի ընթացքում կպատրաստվեն նաև մի քանի աստիճան բարձր դասակարգմամբ պայմանագրային սերժանտներ։ Սահմանային խնդիրներ չունեցող աշխարհի զարգացած շատ երկրներ արդեն անցել են պրոֆեսիոնալ բանակին։ Մեր ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է, բարեփոխումների ուղին որդեգրած հայկական բանակի համար սա վերջնական նպատակն է։ Ոչ միայն օրվա ռազմավարական խնդիրները, այլ նաև հեռահար մեր ռազմավարական նպատակները եւ այնտեղ գրված է, որ այո, հետսետե մենք պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի։ Պայմանագրային սերժանտների զգալի մասը եռամյա ծառայության ժամկետը երկարաձգել է։ Հայրենիքին ծառայելու առավելություններն ու դժվարությունները նրանք լավ գիտեն։ Դժվարություններ չէի ասի, որովհետև ճիշտ է, ասենք, այստեղ պատասխանատվությունը ավելի մեծ է, բայց ժամանակի ընթացքում սովորում ես ամեն դեպքում։ Զինված ուժերում 2006 թվականից եմ աշխատում։ Այնց պայմանագիրս հսա կվերջանա այս տարի։ Բայց մտադիր եմ նորից կապելու իմ պայմանագիրը։ Դժվարությունը տենց շատ դժվարություն չկա աշխատանքի մեջ։ Հիմնականում առավոտը շուտ
արթնանալ միշտ սափրված, մաքուր։ Առաջինը աշխատանք ա որ գցես, երկրորդը հայրենիքին պաշտպանես դու։ Եվ վերջում, շնորհավոր ծնունդդ հայկական բանակ, շնորհավոր հայ զինվոր, պայմանագրային թե ժամկետային։ Մեր երիտասարդ բանակը մինչև 20 տարեկան դառնալը ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ ու խնդիրներ, եւ այդ ճանապարհին հանդիպած խնդիրները մենք բոլորս լուծել ենք միասին։ Բանակն այն կառույցն է, որը պետք է հնարավորինս թափանցիկ լինի ու լուսաբանված, եւ այնտեղ առկա խնդիրները պետք է լինեն ոչ միայն պետության, այլև ողջ հասարակության ուշադրության կենտրոնում։ Դրանք այն խնդիրներն են, որոնք պետք է բոլորս միասին լուծենք, որպեսզի ոչ միայն տարածաշրջանում, այլև ինչու ոչ, աշխարհում ունենանք ամենահզոր բանակներից մեկը։ Հունվարի 28 հայկական բանակ նշանակալի տոն։ Եվ քանի որ մեր բանակն արդեն 20 տարեկան է, այսինքն հասուն պատանի, մենք կարող ենք բարձրաձայնել, որ թիկունքին հզոր ուժ ունենք։ Բանակի ու հասարակության միջև կապն ու փոխադարձ վստահությունն ամենակարևորն է, իսկ այդ կապը բնականաբար ապահովում են լրագրողները։ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպությունը հենց այն կառույցներից է, որն ապահովում է բանակի ու բանակում ծառայող զինվորի ծնողների միջև կապը։ Լրագրող Սյուզան Սիմոնյանն արդեն 1 տարի լուսաբանում է բանակում տեղի ունեցող դեպքերն ու դժբախտ պատահարները։ Լրագրողը խոստովանում է, դրանով զբաղվելն իհարկե հաճելի չէ եւ համոզված է Հայաստանի Հանրապետության եւ ոչ մի քաղաքացի դա խանդավառությամբ չի անի։ Այսօր էլ բանակի մասին խոսելիս նա խնդրում է բարձրաձայնել ձեռքբերումները, որոնք իսկապես նկատելի են։ Այսօր ուզում եմ զուտ օբյեկտիվորեն մի քանի փոփոխություններ նշել, որոնք իմ փորձով եմ համոզվել, որ կան։ Առաջինը դա Պաշտպանության նախարարության համակարգում գործող ռազմաբժշկական հանձնաժողովների աշխատանքն է, որը իմ դիտարկմամբ ավելի լավ է դարել։ Երկրորդ բարեփոխումը Պաշտպանության նախարարության կից գործող հասարակական խորհուրդն է, որը զորակոչի ընթացքում արձագանքում է ծնողների բողոքներին, որոնց գալի մասին հանձնաժողովը դրական լուծում է տալիս։ Իսկ ամենամեծ նվաճումը լրագրողը բնականաբար համարում է հրապարակայնությունը։ Եթե նախկինում Պաշտպանության նախարարությունը որևէ դեպքի մասին տեղեկացնում էր ընդամենը 1 նախադասությամբ, ապա այսօր դրանք ներկայացվում են ավելի մանրամասն։ Մեր բանակի շուրջ այստեղված այսօր քննարկումների մթնոլորտը չկա երևի շատ երկրներում, եւ սա ես համարում եմ մեծ նվաճում։ Սրանք մեր 20-ամյա պատանու ձեռքբերումներն են, որոնք իհարկե նկատելի են եւ անտեսել դրանք չի կարելի։ Բայց պահպանելով օբյեկտիվությունը լրագրողը մատնանշում է նաեւ այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում, իսկ դրանք քիչ չեն։ Դժվար է նաև լրագրողների աշխատանքի կազմակերպումն այն կառույցների հետ, որոնք փակ են եւ քիչ հասանելի, բայց իհարկե, եթե համակարգը կենդանի օրգանիզմ է, ապա պետք է ունենա նաև խնդիրներ, իսկ այդ խնդիրներից ամենակարևորը ըստ լրագրողի զոհված զինվորների մայրերի ու առհասարակ հասարակության վստահության պակասն է դեպի բանակն ու հատկապես քննչական մարմինները։ Իմ կարծիքով ամենահիմնական խնդիրը դա հասարակության վստահությունն է, դա այն ծնողների, մահացած զինծառայողների ծնողների վստահությունը դեպի քննչական մարմին վերականգնելն է, որ նրանք տեսնեն, որ իրենց երեխայի սպանողը կամ իրենց երեխային մահվան հասցնողը լիարժեք պատիժ է ստանում եւ վստահի այդ քննիչին։ Բանակի ու առհասարակ պետության հանդեպ հարգանքն ու վստահությունը պետք է սերմանվի վաղ տարիքից, իսկ հայրենասիրության մասին պետք է խոսել ոչ միայն տոնական օրերին, հայ մանուկը պետք է մեծանա հայրենասիրական մթնոլորտում, եւ որքան կարևոր է բանակում աշխատող սպայի հոգատարությունն ու աշխատանքը, նույն չափ էլ կարևոր է ծնողների ու դպրոցի դերը հայրենիքին արժանի զինվոր մեծացնելու գործում։ Սիմոնյանը պատրաստ է վայր դնել թուղթն ու գրիչը, միայն թե բանակում դժբախտ դեպքեր չլինեն։ Բանակի 20-ամյակի կապակցությամբ ես ուզում եի ցանկանալ, որ դժբախտ պատահարներ չլինեն, մահվան դեպքեր քիչ լինեն եւ որ մարդիկ, չգիտեմ, բանակը ավելի շրջվի դեմքով դեպի առանձին զինվորը, դեպի զինծառայողը, նրա ընտանիքը, որպեսզի այս կապը ավելի հայրական դառնա, ավելի ընտանեկան լինի։ Շնորհավոր ծնունդդ հայկական բանակ, շնորհավոր տոնդ հայ զինվոր։
Երկրորդ տասնամյակը բոլորող հայոց բանակն ունեցել է հաջողություններ, հաղթահարել դժվարություններ, սակայն ամենից կարևորն այն է, որ միշտ պահել է իր մարտական ոգին։ Ինչ ճանապարհ է անցել հայկական բանակը, ինչ զարգացում է այն ապրել եւ որն է մեր բանակի հաջողության ու տոկունության գրավականը։ Հայկական բանակը տարեցտարի հզորանում է, ավելանում է նաեւ ռազմական բյուջեն, իսկ պաշտպանության նախարարության գործունեությունը տարեցտարի ավելի թափանցիկ է դառնում հասարակության բոլոր շերտերի համար։ Այն, որ բանակում մահացությունների թիվը զգալիորեն նվազել է, փաստում են ինչպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, այնպես էլ անկախ փորձագետներն ու վերլուծաբանները։ 2011 թվականի ընթացքում կատարվել է 36 հանցագործություն մահվան 30 դեպքով, 2010-ի 54-ի համեմատ։ Զինվորական ծառայության պարտականությունների կատարման կապակցությամբ սպանությունների թիվն այս տարի 2-ն է, նախորդ տարվա 17-ի համեմատ։ Մեզ համար ամեն մի մահ եւ հատկապես հայ զինվորի մահ մեծ ցավ է եւ մեծ դժբախտություն, այնուամենայնիվ միանշանակ կարող ենք փաստել, որ մենք ունենք առնվազն 33%-ի նվազում ընդհանրապես մահվան ելքով դեպքերի եւ առնվազն 80%-ի նվազում սպանության դեպքերի։ Այսպես, եթե 2010 թվականի պետության շահերի պաշտպանության նկատառումներով կատարվել է 301 ուսումնասիրություն եւ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 430 միլիոն 266 հազար դրամ, ապա 2011 թվականին զինվորական դատախազությունը կատարել է 591 ուսումնասիրություն, որի արդյունքում վերականգնված վնասը կազմել է 933 միլիոն 895 հազար դրամ։ 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցները կավելանան 5.6%-ով, դառնալով 150 միլիարդ դրամ, մոտ 400 միլիոն դոլար։ Ընդ որում, եթե համեմատենք մեր հարևան Ադրբեջանի հետ, ապա 2011-ը նրանց համար բարենպաստ չէր։ Եթե Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանինը 6 անգամ, եւ այս տարի էլ նախատեսվում է 3.3 միլիարդ դոլարով դրա ավելացումը, այստեղ տարեցտարի ավելանում են մահվան դեպքերը։ 2011-ին ադրբեջանական բանակը տվել է 95 զոհ եւ 101 վիրավոր։ Զոհերի չնչին մասը միայն 14-ն է գրանցվել մարտական պայմաններում։ Քանակական առումով հայկական բանակը երբեք առավելություն չի ունեցել։ Սեփական հողում ապրելու մեծ ցանկությունը եւ այն պաշտպանելու մղումը միշտ ամուր են պահել մեր բանակի ոգին, որը միշտ արթուն է իր երկրի եւ սերունդների խաղաղության ապահովման հարցում։ Շնորհավոր տոնդ հայ զինվոր, թող որ երկինքդ խաղաղ լինի, իսկ բազուկդ զորեղ ու հաղթական։ Լինի խրամատում, տանկում, թեատր ճանակը ձեռքին կրվելիս, արվեստագետ զինվորը չի դադարել գրել, նկարել ու ստեղծագործել։ Ղարաբաղյան պատերազմում մեր երիտասարդ ազատամարտիկների կողքին ու իրենց հետ հավասար կռվում էին մարդիկ, ովքեր գրիչն ու վրձինը փոխարինեցին զենքով ու պատերազմի ծանր բեռը մինչև վերջ իրենց ուսերին տարան հանուն հաղթանակի։ Նրանք մարդիկ էին, ովքեր զինվորի հետ իրենց ստեղծագործական մտքով ու թռիչքով բարձր էին պահում զինվորի մարտական ոգին, եւ հենց նրանց ստեղծագործ միտքն էր հավատ ու հույս տալիս հայ մարտիկին, որն էլ երբեմն նույնիսկ առանց հաց ու ջրի, առանց փամփուշտի հաղթեց Ղարաբաղյան պատերազմում։ Մեր եթերում Ղարաբաղյան պատերազմում կռված արվեստագետներն են։ Մտավորականների ներուժը մեր հաղթանակի կարևորագույն գրավականներից էր։ Պատերազմի սկզբից շատ արվեստագետներ առանց երկմտելու թողեցին նախկին կյանքը եւ զինվորագրվեցին Արցախյան պատերազմին։ Իսկ դրա ավարտից հետո արվեստագետներից շատերը կռվի դաշտում իրենց անցած ճանապարհը հիշողությունները փոխանցեցին թղթին, նկարանեցին ֆիլմեր ու բեմադրեցին ներկայացումներ։ Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար ռեժիսոր Արմեն Մազմանյանը դժվարությամբ համաձայնեց վերհիշել պատերազմական տարիները։ Ես հիշում եմ մի դեպք, երբ Մովսես Գորգիսյանի մահանալուց ընդամենը 1 օր առաջ սպնդում էի, որ դու կուսակցության ղեկավար ես, ուղեղն ես, լիդերն ես, իսկ լիդերները պետք է զբաղվեն ուրիշ գործերով, զինվորները պետք է գնան կռվելու։ Շուր եկավ շատ կոնկրետ պարզ բան ասեց, ու հետո դա ապացուցեց մյուս օրը իր կյանքով, իր ապրելաձևով, իր գոյակերպով։ Ասեց Արմեն, ես, դու, Սմբոն, Միշը, մենք գոռում ենք միտինգներին իզեն։ Հանուն հայրենիքի պետք է մեռնել։ Իսկ մենք գոռում էինք տենց բաներ շատ արդեն, հետ էինք գոռում մենակ։ Եթե մենք չգնանք, ով պիտի գնա, իրանք չեն հավատա։
Շատ երգեր են այժմ հնչում հերոսացած մարտական ընկերների մասին, ովքեր հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ իրենց արյունով վերանվաճեցին մեր պատմական հողերը։ Դավիթ Ամալյանն էլ փորձում էր մտաբերել միայն ուրախ հիշողությունները։ Ճիշտ է, պատերազմ էր մղվում, բայց միևնույն է, պետք էր ամեն կերպ ցրել մռայլ տրամադրությունը։ Լաչինում այդ բոմբը որ գցեց ինքնաթիռը, միջև այդ ասել ենք հրամար փորեք, չենք փորել։ Հենց հետո որ գցեց, մի հատ փուճիր փոս կար, ութով լցվեցինք մեջը, որ բան չլինի, փառք Աստծո, չեղավ։ Բայց դուս եկանք, տեսանք մենակ այդ փոսի պատճառով ենք փրկվել, էլի։ Այս տղերքից մեկը շատ լուրջ նենց մանտրաշ, զերը փոքր այդ բահ, սապյորնի լապատ կա հայրեն։ Ես խփեց գետին, ասեց, հեսա ելնում եմ ստեղից մինչև բարեկամություն փորելով գնալ։ Այսինքն դրվագներ են, որ սենց մենք հավաքվում ենք տղերքով, կարող մի գիշեր անընդհատ հիշենք ու մենակ այդ ենք հիշում պատմում։ Ոչ մի անգամ ինչ որ բան կռվի ժամանակ են դժվար։ Դες բանը չկա, որտեղ իրականում դժվար էլ չի եղել, անկեղծ եմ ասում, իրականում մենակ սեր, ջիգար, հումոր, այսինքն ցավոտ բան եմ ուզում ասել, բայց երևի թե ընկեր կորցնելու ժամանակին ենք հումորով անցկացրել այդ բանը։ Nervus vivendi, լատիներենից թարգմանաբար նշանակում է կյանքի նյարդը։ Սա մի պատմության վերնագիր է, որի հերոսը ընկերոջ հետ փախուստի է դիմում տանից եւ ճանապարհվում Արցախ։ Հայրենիքի սահմանը անառիկ պահելու նրանց ցանկությունը հասցնում է մինչև կռվի դաշտ։ Այս գրքի հեղինակը Արման Սաղաթելյանն է, ով պատանեկության տարիներին կայացրեց հայրենիքը պաշտպանելու կտրուկ որոշումը։ Մենք 17 տարեկան էինք ընդամենը եւ պետք է ասեմ, որ մեր ավակ ընկերները այն ժամանակ գիտեք կար այսպիսի ցուցակագրում էին նաև օպերայի հրապարակում, ցուցակագրում էին տարբեր վայրերում, կազմավորում էին ջոկատների եւ այլն, բայց ամենտեղ խիստ այսպիսի պայման կար, որ 18-ը չլրացած մարդկանց չէին վերցնում։ Մարտադաշտը մեկընդմիշտ փոխեց զինվորի աշխարհայացքը, ապրելակերպը։ Կռվի 4 տարիները ինձ համար ամենալավագույն տարիներն են։ Համենայն դեպս ես այսօր 50 տարեկան եմ, իմ ամենալավագույն տարիները այդ 4 տարիներ են։ Այդքան սեր, այդքան միություն, այդպիսի ջերմ կյանք, ես կարծում եմ, որ մեր տարիները մեզ չեն տա, ինչ որ տվեցին այդ 4 տարիները։ Դժվարը հիմա է, որ մենք պիտի մեզ դրսևորենք, իբրև մարդ, իբրև հայ։ Բանակի կայացման ճանապարհին հանդիպող խնդիրները ամենից առաջ հասարակությանն է եւ դրանց լուծումը պետք է մեզանում փնտրենք, խորհուրդ է տալիս ազատամարտիկ երգիչ Մկրտիչ Մկրտչյանը։ Փառք ու պատիվ մեր բանակին։ Մեր բանակն ավելի հզոր է, քան թե մեր հասարակությունը։ Իբրև հայ, իբրև ազգային, իբրև կազմակերպված։ Ես կարծում եմ մենք բավականին անելիք ունենք մեր հասարակության մեջ։ Պիտի սերմանվի մեր հասարակության մեջ ամենալավը բարին, մեկս մեկի նկատմամբ։ Մենք ամեն ինչ ունենք, մենք սեր չունենք։ Ռազմական լրագրող Գնել Նալբանդյանը հիշեց, որ զենքը ռազմի դաշտում օգտագործել է իր զինակից օպերատորին պաշտպանելու համար։ Իմ գործն էր պաշտպանել եւ օպերատորի կյանքը եւ պաշտպանել այն տեսանյութը, որը մենք նկարանում էինք առավոտից մի քանի օր, ասենք, նկարանում էինք եւ որ դա չընկներ հակառակորդի ձեռքը։ Դա էր քերխնդիրը։ Նրա հիշողությունների մեծ մասը հետագայում դարձան մեր հաղթանակի մասին պատմող ֆիլմի սցենար։ Ինչ հիշում եմ այդ տարիներից, հիմնականում գրել եմ առել մի վախեցիր ֆիլմի սցենարը, որի համահեղինակներից մեկը նաև ես եմ։ Ինձ համար շատ կարևոր էր եւ դրվագներում եւ կերպարների հիմքում դնել իմ ճանաչած մարդկանց կամ իմ շրջապատում եղած հիշողությունները։ Օրինակ լուսավորչի կերպարում շատ հայտնի մի անձնավորություն է Վարդան Դևրիկյանը, որի կերպարին ավելացել է մեկ ուրիշ նմանատիպ նվիրյալի կերպար։ Եթե հիշում եք այդ ֆիլմում տատիկ կար, որը դիրքերով շրջում էր եւ լվացք էր անում, ճաշ էր պատրաստում զինվորների համար, դա նույնպես հիշողություն է։ Իրականում նման մարդիկ շատ են եղել եւ բազմաթիվ են հիշողությունները, որոնք հնարավոր չեն ամբողջությամբ ներկայացնել։ Թող խաղաղություն տիրի մեր երկրում եւ որ զինված ուժերը ներկայանան միայն տոնական շքերթներին։ Մեզ պետք են ընդամենը 500 մահապարտ եւ մենք կհաղթենք այս պատերազմը։ Սա այն կոչն է, որ պատերազմական թեժ գործողությունների ժամանակ հայտարարեց պարապետ Վազգեն Սարգսյանը եւ ընդամենը ժամեր անց հավաքվեցին շատ ավելի մեծաթիվ կամավորներ։
Հարկ եղավ ընտրություն կատարել, մահապարտ ընտրյալները համբուրեցին ու հրաժեշտ տվեցին իրենց հարազատներին։ Մահապարտները այն զինվորներն էին, որ պետք է կռվեին այնպիսի վայրերում, որտեղ կյանքի ու մահի պայքարում ողջ մնալու հավանականությունն ընդամենը 1% էր։ Նրանցից շատերը այդպես էլ զոհվեցին կռվի դաշտում։ Կոչ արելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերի, դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռն մխելիությունը, քաղաքական հոսանքները կգան և կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կարող է կործանման տանել մեզ, իրական թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ բիփ ընտրեք, և եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը։ Յուրաքանչյուր շրջանից, Հայաստանը 36 թե քանի շրջան ունի չգիտեմ, յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր շրջանից, եթե ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց, ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ «1988-ի խանդավառության բռնկված ալիքը, երբ մասամբ խաղաղվեց, մեր նոր անկախ պետության առջև ուրվագծվեց երկու նոր ճանապարհ՝ քաղաքական ու ռազմական։ Առաջինով գնացողների թիվը մեծ էր, մանավանդ փառքի ու ապահովության պսակով զարդարված։ Երկրորդ ճանապարհը, որ բռնված էր կամավոր նվիրյալների անկազմակերպ խմբերով, պիտի ընտրեր իր ճամփորդին, իսկ նա երկնքից չէր գալու։ Օգոստոսի 15-ին հնչեց Վազգեն Սարգսյանի ռազմակոչը մահապարտների ջոկատ ստեղծելու, որտեղ պետք է ընդգրկված լինեին բոլոր փորձառու կամավորները, որը պատրաստի կլիներ կանոնեցնել այն առաջընթացը, առաջխաղացումը, որ կար ադրբեջանական զորքերի կողմից Արցախի տարածքում, հատկապես Մարտակերտի շրջանում։ 1988-ից 91 թվականներին Հայաստանում իշխում էր Սոդոմ Գոմորի իրարանցումը։ Մի կողմից Խորհրդային Միության փլուզումը, մյուս կողմից պատերազմն ու շրջափակումը, երրորդ կողմից կուսակցական քաղաքական խժդժությունները, չորրորդ կողմից խուճապն ու անհուսությունը բռնել էին երկիրը։ Սակայն կար նաև հինգերորդ կողմը։ Դա տարբեր ջոկատների խմբավորումն էր միասնական հրամանատարության ներքո, որը նշանակում էր ստեղծել բանակի կորիզ, վարել կազմակերպված կռիվ եւ կոփել հաղթանակի կամք։ Օգոստոսի 31-ին երթվեցինք Եռաբլուրում, որտեղ արդեն բավականին մեծ քանակությամբ տղաներ կային, իրենց հավերժ ճանապարհ ընտրած հավերժության ուղին բռնած տղաների շիրիմների մոտ, երթվեցինք մինչև վերջ, մինչ հիմա ծառայել հայրենիքին եւ կամ գալ խառնվել այդ տղաներին շիրիմների հետ, կամ ազատագրել Արցախը եւ կանոնեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը։ Նրանք առաջին սերնդի անկոտրում տղերքն էին պատանիներից մինչև կոշտացած մազակալ դեմքերով միջահասակ ու տարեց հայորդիկ։ Խուճապի մատնված հակառակորդը նահանջում էր թողնելով ռազմամթերք ու տեխնիկա։ Անհատ մարդկանց կամ խմբի սխրանքի գնով ձեռք բերված մեծ ու փոքր հաղթանակները որքան էլ տպավորիչ, այնուհանդերձ բավարար չէին այդ ամենը պահելու համար։ Հարցերի հարցը մնում էր չլուծված։ Անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե ոմանց համար դա անիրականանալի թվացող երազանք էր, քարուքանդ եղած երկրի պայմաններում որքան հավատեր պետք արտագաղթի ճամփան բռնած հեղեղուկ կյանքի հորձանքներով տարուբերվող ժողովրդին համոզելու համար, որ հացից ավելի կարևորը սեփական բանակ ունենալն է։ Այսօր մենք շնորհիվ մեր անկախ մարտիկների, շնորհիվ նրանց կյանքի մահի պայքարի ունենք հզոր ու կայուն բանակ։ Անկախ բանակում արկա խնդիրներից մենք այսօր տարածաշրջանում ունենք հզոր, կայուն ու մարտունակ բանակ, ու այսօր լրանում է մեր հայոց բանակի 20 տարին։ Շնորհավոր ծնունդդ հայոց բանակ։ Թողարկման հաջորդ հատվածում առաջարկում եմ հետևել այս թեմաներին։
Կռվի դաշտում նրանց զենքը տեսախցիկներ, նրանց շնորհիվ աշխարհը տեղեկացավ Արցախյան իրողությանը, ռազմական լրագրողներ, մեծաթիվ ու փոքրաթիվ բանակները, երկրներ, որտեղ ընդհանրապես բանակներ չկան։ Գինեսյան ռեկորդ նվիրված հայոց բանակի 20-ամյակին, ժամկետային զինծառայող Ռուբիկ Միքայելյանն ապացուցում է, որ մարդկային հնարավորություններն անսահմանափակ են։ Կռվել զենքով ու հակահարված հասցնել հակառակորդին կարողանում էին գրեթե բոլոր հայ մարտիկները, բայց նրանց մեջ կային մարդիկ, ովքեր առանց զենքի տեսախցիկը ձեռքներին փորձում էին նկարահանել պատերազմը, բայց ոչ թե բեմադրված ու դերասաններով, այլ հենց պատերազմի ժամանակ։ Սրանք մարդիկ էին, որոնց նկարահանումից էր կախված հետագայում դիմագրավելու թշնամու անհիմն զրպարտանքներին։ Սրանք մարդիկ էին, որոնց շնորհիվ մենք հետո տեսնելու ու հասկանալու ենք, թե ինչպիսի հերոսներ ու հայ մարտիկներ ենք ունեցել պարտադրված պատերազմում։ Նրանցից մի մասն այդպես էլ չկարողացավ տեսնել նկարահանած կադրերը, բայց բարեբախտաբար մյուսները դեռ այսօր էլ ապրում ու ստեղծագործում են։ Այն, որ տեսնում ու հպարտանում ենք Ղարաբաղյան պատերազմում մեր մարտիկների կատարած սխրանքներով եւ նաեւ աշխարհին ենք ցուցադրում մեր զինվորների հերոսական պայքարը, նրանց շնորհիվ է, ովքեր տեսախցիկն ու սերին նկարահանում էին պատերազմական գործողությունները։ Միշտ նկարել եմ։ Ոչ փախել եմ, միշտ նկարել եմ։ Ինչ չես մտածում։ Եթե մտածեցի ինչ որ բան այդ լինելու, ուրեմն էս ավելի հավաքես գնաց դու։ Զենքել կար, ամեն ինչը կար։ Մեկը եթե քու ձեռքում կամերա է, կամերան չեսկսի։ Չեսկսի։ Ամենակարևորը դու քու կադրդ նկարես, թե քու այդ ինչ կլինի, այդ արդեն այդ օրինակ ասեմ, որ նույն ձևի կամերան ձեռքսեր եւ խփեցին։ Կամերան ջնջխվեց, բայց փրկեցի կասետը։ Պահեցի, ինձ էլ տարան ու այդ կադրերը միջև հիմա նայում են։ Հայ օպերատորները պատերազմի առաջին իսկ օրից գտնվել են մարտադաշտում եւ նկարահանել կռվի իրական տեսարանները, որոնց նայելն անգամ սարսափելի է։ Օպերատորներից շատերին այդպես էլ չվիճակվեց տեսնելու իրենց նկարահանած կադրերը։ Թվում է հեշտ ու հարմար աշխատանք է վերցնել տեսախցիկն ու նկարահանել այն ամենն, ինչ տեսնում ես։ Մեր օպերատորների պատմածով այսօր էլ այնպիսի տպավորություն է, որ ձյուրին աշխատանք են կատարել։ Չէ, ճիշտ ասեմ, իմ աշխատանքն է կատարում է։ Դաշտում չես մտածում, դու այնքան խորասուզում ես այդ ամբողջ մտնոլորտ, այդ ամբողջ շրջապատը այնքան օրգանալպես կողքդ լցնում է, որ դու ոչ թե սկսում ես վերլուծել այստեղից գնամ ես ինչ հոգեբանական կամ ինչ հոգեկան ապրումների մեջ ես տվյալ պահին, աշխատում ես մաքսիմալ ֆիքսել, մաքսիմալ ինչ հնարավոր է նկարել։ Դա էր առաջնային խնդիրը, հնարավորին չափ նկարել եւ շատ դեմքեր թողնել այս հերոսներին, որոնք հետագայում իհարկե դառնալու են մեր ազգի, մեր պատմության ամենապայծառ կերպարները։ Բայց դժվարությունն այն էր, որ կողքիդ նույն այդ պահին ընկերներդ պայքարում էին մահվան դեմ, իսկ դու պարտավոր էիր զուտ արձանագրել այդ ամենը։ Նախորդ կադրը որ անցավ, ես ֆիլմ էի նկարանում, Մարտակերտում կար պատանեկական ջոկատ, 13-ից 18 տարեկան երեխաներ էին, որոնցից 4-ը զոհվեցին անմիջական այդ իմ գնալու այդ ընթացքում այդ տղաներից երեխաներից 4-ը զոհվեցին եւ ես հիմի դեմքեր կան տեսնում եմ, որոնք չկան եւ շատ պայծառ իրենց կերպարը մնացել է ժապավենի վրա։ Այս կոնկրետ էպիզոդը մատաղիսի չեմ հիշում, որ դիրքերում ենք եւ շատ մոտ տարածությունից տեղատարապ այդ գնդակների տակ էր նկարանվում, եթե ուշադիր նայեցիք երեխաները թաքնվելով, կռանալով էին վազում նույնիսկ խրամատ մտնելուց առաջ եւ իրոք ոնց որ ասած կենթանի կրակի տակ էր այդ ամեն ինչը արվում Եվ ամենասարսափելին այն էր, որ աչքիդ առաջ զոհվում էին ընկերներդ, եւ տարիներ հետո է, որ հենց քո նկարած կադրերի շնորհիվ էր երևալու կռվի իրական պատկերը։ Տեղում արդեն ինքդ կողնորոշվում ես։
ինչ նկարես, ինչ ծանոթություններ, այդ ամեն ինչը հետո շատ է օգնում, երբ որ դու ինքդ սիրում ես, ասենք, ծանոթանալ մյուսների հետ, շատ է օգնում։ Մեկին բարևեցիր, մյուսին ճանաչում էր, ասենք, խաղաղ պայմաններում, շատ են օգնում։ Եթե այսպես լինեիր, գործը չէր ստացվի։ Զենք էլ ենք ստացել, եղել են տարբեր դիրքերում կրակոցների, այդ ամբողջ գնդակների, սվսվոցներից ճակացել, տակացել, մի խոսքով, եւ պայթուններ ամեն ինչի միջով եղել են, իհարկե դեպքեր եղել են, բայց ես չեմ ուզում նման արտահայտություններ կրկնում եմ, ես արել եմ պրոֆեսիոնալ մասնագիտական իմ պարտքը եւ հնարավորինչափ աշխատել եմ ինչ որ մի կտորներել, եթե պետքա մնա Ժապավենի վրա, ուրեմն կարելի ասել, որ իզուր չեմ, էլի, ասենք, այս տարիները կապված մեր հաղթական բանակի հետ ամբողջ պանցալի ուղու հետ, որ մի թեթև, ասենք, իմ մասնակցությունն էլ եղած լինի, դրանից շատ ինձ լավ եմ զգում։ Պատերազմական գործողությունները նկարահանած մեր հերոս օպերատորների շնորհիվ է, որ հայ մարտիկները մինչ օրս ապրում են մեր հիշողությունում։ Նրանց նկարահանած կադրերն են, որ պատմության էջերում արձանագրել են անմոռանալի անուններ, որոնք ապահովեցին մեր հաղթանակը։ Ցավոք մեր մարտիկներից շատերն այդպես էլ չտեսան իրենց երազած երկիրը, բայց այսօր, երբ նոր սերունդը այցելում ու հարգանքի տուրք է մատուցում նրանց շիրիմներին եւ իրենց երախտիկի խոսքն են ասում, գիտակցում ես, որ կատարվել է հայ ֆիդայու, հայ մահապարտի, հայ մարտիկի վաղեմի երազանքը։ Հանգստություն ձեզ զոհված հայ մարտիկներ։ Մենք այսօր ձեր շնորհիվ ունենք հզոր մարտունակ բանակ, որն այսօր 20 տարեկան է։ Եվ ձեր թափած արյան գնով է, որ այսօր հանգիստ խղճով ասում ենք. շնորհավոր տոնդ, հայոց բանակ։ Մաքսիմումի տաղավարում հյուրընկալել եմ վավերագրող, կինոռեժիսոր, լրագրող, Արցախյան գոյամարտի ակտիվ մասնակից Ցվետանա Պասկալևային, բարի երեկո, շնորհավորում եմ ձեզ բանակի ու Հայաստանում ձեր գործունեության 20-ամյակի կապակցությամբ։ Спасибо, это взаимно։ Շնորհակալություն։ 1991 թվականին, երբ դուք սովորում էիք ՎԳԻԳ-ում, ասպիրանտուրայում, կարծես ոչինչ չգիտեիք ոչ Արցախի, ոչ կոնֆլիկտի եւ ոչ էլ Հայաստանի մասին։ Ինչու եկաք Հայաստան։ Знаете, только что отшумела за моей спиной одна другая война, на которой я снимала, Южная Осетия, Грузия, конфликт 90-й год. И я обратно вернулась в Москве к своей работе, к свою аспирантуру по документальное кино, когда очень издалека было слышно, под каких-то сурдинках говорили, что в Карабахе армянские селы, 2 села депортированные. И для меня это были какие-то очень неясные географические, честно говоря. Я никогда в Армении не была. Среди моих друзей еще не было никогда армян. И я стала просто слушать, что там произошло на самом деле. И почему-то моя внутренняя интуиция, может быть, я не знаю, мое христианское начало, меня привело прямо в армянское постпредство, куда первое я постучала узнать, а что там на самом деле произошло, и верна ли эта информация, если такое. Говорят о много депортированных сел 2, о много пролитой крови, о 1000 беженцев. И вот это стало поводом, чтобы я, преодолевая все эти преграды на своем пути, потому что в этот момент даже армянский постпред меня отговаривал, сказал, что нас очень это радует, что вы интересуетесь и хотите попасть в эти ситуации, в эти места, но мы не контролируем эту ситуацию там, это уже под контроль азербайджанского ОМОНа и советской армии, и мы не можем вам помочь пойти в этих краях. И для меня оставалось, во-первых, я понимала, что я опоздала к этим событиям, и я засела и подняла вся та гору книг и документации насчет Нагорного Карабаха, чья это земля, какое исконное право и кто имеет на это право, какой народ там жил, что за ситуации с 1988 году на эту землю происходит, и те события, которые произошли вот-вот. Поэтому я как-то вооружилась, чисто это историческая правда, и я сделала свой правильный шаг, я успела через азербайджанцев, проходя вот все эти барьеры, все эти руководства, шаг за шагом их убеждать, которые на мою дорогу как препятствия становились, убеждать, куда я иду, почему я иду, мотивировать свои поступки, что я хочу заснять и отснять. Одним словом, кадры Агиташена, а разрушенного, разгромленного Агиташена стали последней армянской страницей, которую я зафиксировала своей камерой.
Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ չեք հեռանա Հայաստանից այնքան ժամանակ, մինչև չտեսնեք Արցախի վերջնական հաղթանակը։ Որքան իրատեսական եք դա համարում մոտ ապագայի համար։ Знаете, в разные времена многое казалось нереально. Даже в 92 году, в страшные эти блокадные годы, когда в эти изнурительные, страшные дни, теряя район за район, и получая столько много толпы беженцев, получая каждодневные проблемы в виде блокады и нехватка ресурсов, и чисто человеческих, и жизнеутверждающих ресурсов, даже никому даже не верилось в те года, что успеют удержать Карабах, что не только удержать, а обеспечить вот эта победа на Карабахской земле. Многое казалось нереально. Но я верила, я и тогда верила, потому что с каждым днем я узнавала силу этого народа. Я чувствовала его внутренней мотивацию, его готовность оставаться и воевать за землю своих предки. Я видела ихняя правда, ихняя истина, которая делала их героями, мужественными, смелыми, и в очень маленькое количество отдельные группы могли решить, и иногда решали очень сложные военные задачи. На моих глазах зарождалась ваша героическая история, которая более или менее я старалась как-то фиксировать своей камерой, но даже тогда я знала, что вы успеете преодолеть эти трудности. А впоследствии, когда подписание перемирия, я должна была решить свою личную судьбу, что мне делать дальше. Я отвернула договор NBC телевидения, и я осталась на армянское национальное телевидение в те годы даже без денег, без зарплаты, чтобы быть рядом с Карабахом, находиться в этом же пространстве, чувствовать, как развивается этот конфликт или насколько этот вопрос продлится и будет получать разрешение. Но я дала слово. Я дала слово, что я увижу независимость, я в ее верю. И мы очень близко к этому. Потому что чем дальше время проходит, мне кажется, что, во-первых, народ Карабаха укрепляет свои позиции и свои рубежи. Мир побольше готов слушать о правде. Мне кажется, что та истина Карабаха, которую вы должны довести до политических кругов мира, это осуществимая и посильная задача. Ее можно сделать. Мир готов слушать, мне кажется. Насколько это реально в ближайшем будущем? Я далеко, хотя я болгарка, но я не владею талантом пророчицы Ванги, но мне кажется и хочется, чтобы это было очень в ближайшем будущем. Мне кажется, что мы это успеем увидеть. Պատերազմի տարիներին ձեր նկարանած բոլոր նյութերը դարձան ժամանակի վկան եւ ամբողջացան վավերագրական ֆիլմերում։ Անցյալ տարի նոյեմբերի 18-ին հանրությանը ներկայացրիք այդ ֆիլմերի ժողովածուն, որը կոչեցիք Ղարաբաղի վերքերը։ Ինչու կոչվեց այդպես։ Знаете, один из моих фильмов носит это название «Раны Карабаха». А весь пройденный путь, который я прошла с народом Карабаха, я увидела эти раны. И я сопереживала израненному народу. И мне кажется, что этот заголовок, он точно отражает именно тот пройденный путь народу Карабаха. Через раны, через свое израненное тело они выживали и восстанавливались. Они рождали дети и оставались на своей земле. Но именно эти раны, которые все еще не могут зажить, это и та историческая правда пройденная. Ժողովածուում գտնվող տեղ գտած բոլոր ֆիլմերը թարգմանվել են 6 տարբեր լեզուներով։ Դա նշանակում է, որ ֆիլմը կցուցադրվի այդ երկրներում, թե կան նաև ուրիշ նախագծեր։ Но вы сами понимаете, что вы держите в свою руку альбом, в котором 7 документальных фильмов сделаны по ходу войны. И это эскалация, хроника Карабахской войны. Так как эскалировали военные события, по ходу я старалась этот пройденный период сделать фильм и обобщить. Это пройденная дорога. Фильмы все 7 переведены на 6 языков, как вы сказали, и начинается уже показ по всему миру, мировое турне с этим фильмом, с «Это правда о Карабахе». Начинается с моей стороны, из Болгарии, и дальше следует множество
точки по всему миру, которые ожидают увидеть эти фильмы. Конечно, во всех странах будем стараться показать общественность эти страны, чтобы они ознакомились с эту правду, знали истину о Карабахе. Я думаю, что мы успеем найти общие языки с коллегами разных стран, с масс-медиами, чтобы заполучить их внимание к этим фильмам. Պատերազմի տարիներին ձեր կատարած աշխատանքը, ձեր հավաքած այն վավերագրությունը պետք է դառնար մեր ազգային գանձարանի գլխավոր գանձը, բայց ստացվեց այնպես, որ 90-ականների վերջին ձեր օրիգինալ տեսաժապավենները սկսեցին փչանալ։ Ինչ ճակատագիր է սպասում այդ ժապավեններին, ինչ որ մեկը արձագանքեց դրան, այդ խնդրին։ В разное время я трубила об этом. Это были в разных годах послевоенных, которые, знаете, Хай-8 кассеты, она пленка очень нежная, очень чувствительная, она быстро размагнетизируется, и именно это и произошло. Уже столько лет прошло уже 20 лет с начала моих съемок. Сначала было Betacam, потом было Digital, но никто не откликался в этих моментах, когда я давала информацию об этом. Но сегодня я не знаю уже с учетом потерянного в качестве, что можно еще сохранить и сберечь. Я просто буду очень удивлена и очень буду рада, если существует такая техника, которая может восстановить эти кассеты. Բացի այդ դա շատ ծախսատար է եւ մեծ ֆինանսներ են պահանջվում այդ գործողությունը կատարելու համար։ Եթե որևէ մեկը հիմա արձագանքի եւ ցանկություն հայտնի ֆինանսավորելու այդ process-ը կատարելու համար, որևէ բան պահպանված կլինի, հնարավոր կլինի փրկել թե ոչ։ Конечно, всегда дело опиралось финансами. Если бы было как давно эти финансы, конечно, мы бы спасли это очень давно, и, наверное, качество было бы совершенно иное. И, конечно, я имела около 200 часов кассет, которые могли бы просто остаться как хроника и как такая еще не использованная документалистика. Но я не знаю, если найдутся спонсоры, я просто буду очень благодарна и рада. И если есть техническая возможность, все еще спасать эти кадры. Տիկին Պասկալևա, այսօր մեր ազգային բանակի 20-ամյակն է եւ վերջում կցանկանայի, որ ձեր բարեմաղթանքը, ձեր շնորհավորանքը ուղղված бանակին ընչեր։ Дорогие мои, благодаря вас наверняка я имела ту силу, те возможности с честью пройти эта сложная, трудная военная дорога. Я была рядом с вами и по мере старалась фиксировать ваш героизм, который меня заражал. Через ваши героические поступки, отважная, неистовая, смелая, я представляла свою болгарскую историю. Те страницы, когда турецкий ятаган, пятивековое иго, которое мой народ переживал, болгарский, я старалась понять, а как они выживали, а как мой народ сопротивлялся. И именно через ваш героизм я понимала свою историю. Я вам благодарна за ту силу, которую вы мне давали, и та честь, с которой я прошла эти военные дороги вместе с вами. Я оставила вся та память, которую документалистика только имеет право оставить, те страницы, которые наверняка станут героические страницы армянской истории в ходе и в виде Карабахской войны. И я хочу обернуться ко всем тем новым солдатам, ко всем тем воинам, которые не прошли и к радостью не прошли эти дороги. Будьте смелыми, достойными, мужественными. Знайте и помните тот героический подвиг и та пройденная дорога, которую ваши старшие отцы и братья прошли. Будьте достойны ихнего подвига. Шнураворим, и я надеюсь с вами вместе увидеть независимость Карабаха. Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը հունվարի 23-ին ընդունեց ցեղասպանությունների, այդ թվում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը սահմանում է 1 տարվա ազատազրկում եւ 45000 եվրոյի տուգանք բոլոր այն մարդկանց, ովքեր հրապարակայնորեն կհերքեն իրողությունը։ Նախագահական վարչակազմի ներկայացուցիչն արդեն տեղեկացրել է նախագահ Նիկոլա Սարկոզին ուշադրություն չի դարձնի թուրքական կողմի սպառնալիքներին եւ օրինագիծը կվավերացնի սահմանված ժամկետում 2 շաբաթվա ընթացքում։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունեց ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը։ De la proposition de loi constitutionnelle. Օրինագծի ընդունումը ցնծությամբ են ընդունել Ֆրանսիայի հայերը, ովքեր քննարկումների ողջ ընթացքում չեն հեռացել Սենատի շենքի մոտից։ Հայաստանում եւս հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան առջև եւ իրենց երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վստահեցրել է, օրինագիծը թուրք ժողովրդի գիտակցության մեջ չսպիացող հետք է թողնելու։ Թուրքիան դատապարտում է այդ օրինագծի ընդունումը եւ ցավում, որ այն լուրջ վնաս կհասցնի երկու երկրների հարաբերություններին։ Ամենացավալին այն է, որ այն արվեց որպես նախընտրական ներդրում, որը Ֆրանսիայի պես մեծ երկրի համար շատ նվաստացուցիչ քայլ է։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն մշակել են Ֆրանսիայի դեմ թուրքական նոր պատժամիջոցները։ Նրանց որոշմամբ օրինագծի դեմ պայքարի համար Թուրքիան օգտվելու է միջազգային բոլոր դատական համակարգերից։ Պատժամիջոցները պետք է կրեն ոչ թե ժամանակավոր, այլ մնայուն բնույթ։ Նախորդ անգամ կարճ ժամանակով Ֆրանսիայից հետ կանչված դեսպան Թահսին Բուրջօղլուն այս անգամ հետ է կանչվելու շատ ավելի տևական ժամկետով։ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվելու են նվազագույն մակարդակի։ Անցկացվող տենդերներում բացառվելու է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը։ Ֆրանսիայում Թուրքիայի ռազմական կցորդը հետ է կանչվելու, իսկ Թուրքիայում Ֆրանսիայի ռազմական կցորդին արտաքսելու են։ Օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, որում մասնավորապես ասված է. «Ընդունված օրինագիծը որևէ երկրի դեմ ուղղված չէ, իսկ Թուրքիան թող կարևորի մեր համատեղ շահերը»։ Սակայն Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջօղլուն հայտարարել է, որ կմնա Փարիզում միայն օրինագիծը բողոքարկելու եւ սահմանադրական դատարան տեղափոխելու նպատակով։ Ստորագրահավաքն արդեն սկսված է։ Իսկ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչների տեղեկացմամբ ստորագրահավաքն ամենևին չի խանգարի նախագահին։ Նիկոլա Սարկոզին օրինագիծը կհաստատի սահմանված ժամկետում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն օրինագծի ընդունման կապակցությամբ շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին նրա անձնական նախաձեռնության եւ անգնահատելի ավանդի համար։ Արցախ 10-րդ նահանգ, սա մի ֆիլմաշար է, որտեղի ցույց է դրվում տարիների գաղտնի ու հետաքրքիր մարտավարությունը, հայ մարդու ու հատկապես արցախցու հերոսական գործողությունները։ Այս ֆիլմում պատմվում է ազատագրված մեր տարածքների պատմությունը, թե մինչ պատերազմը, թե դրանից հետո։ Արցախ 10-րդ նահանգ ֆիլմի ստեղծման պատմությունը մեր եթերում։ Ղարաբաղյան պատերազմի ու մեր հաղթանակի մասին ֆիլմեր շատ են նկարահանվել։ Արցախ 10-րդ նահանգ այս ֆիլմաշարը պատմում է ոչ միայն Ղարաբաղյան պատերազմի, այլ չտարանջատելով Հայաստան, Ղարաբաղ, հայաստանցի ու ղարաբաղցի երևույթը ներկայացնում է հայ մարդուն, պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո կրած նրա կորուստներն ու ձեռքբերումները։ 2004 թվականին էր, երբ մենք Զորի Բալայանի հետ որոշեցինք ստեղծել մի ֆիլմաշար, որը պետք է իր մեջ ամփոփեր այն ամենը, ինչ կատարվել էր Արցախի շուրջը, սկսած 1988 թվականից, երբ սկսվեց շարժումը։ Բավական բարդ խնդիր էր մեր առջև դրված եւ մենք եկանք այն եզրակացության, որ մի թեմայով, մի այսպես ասած ֆիլմով չեն կարող ամփոփել այդ ամբողջ նյութը։ Սա մինչ օրս նկարահանված միակ ֆիլմաշարն է, որը շարունակում է ցույց տալ ոչ միայն հայ մարդու այսօրվա ցավը, այլ նաև ազատագրված տարածքներում այդ նույն մարդու ազատ կյանքը եւ արյունով ու քրտինքով ներծծված հողի վրա ծնվող մանկան ճիճը։ Ամբողջ խնդիրը նրանում է, որպեսզի միայն պատերազմի կամ միայն շարժման մասին չլիներ նյութը, այլ նյութը այնպեսին լիներ, ցանկացած սերիայի նյութը այնպեսին լիներ, որ եւ պատերազմ լիներ այդտեղ, եւ շարժման սկիզբը, եւ ընդհանրապես Ղարաբաղյան խնդիրը ինչպիսին էր, եւ արցախցիները, ովքեր են նրանք, ինչ մարդիկ են, ինչ տեսակ է մարդկային։ Ֆիլմաշարի նկարահանումները դեռ շարունակվում են։ Արշակ Մարգարյանի երազանքն է Արցախը տեսնել կայուն ու մարդաշատ։ Նա ցանկանում է իր ֆիլմաշարի միջոցով աշխարհին պատմել այս հիասքանչ երկրի զարգացման մասին։
Այսօրվա Արցախը արդեն էականորեն տարբերվում է 7 տարի առաջվա Արցախի, ինչպես նաև 94 թվականի Արցախից, որտեղ 94 թվականին այդ Արցախը քարուքանդ եղած մի տարածք էր։ Այսօր էականորեն փոխվել է եւ եկել է մի նոր սերունդ, ամբողջապես նոր սերունդ, որը լրիվ ազատված է բոլոր այն, այսպես ասած, կոմպլեքսներից, որ կային խորհրդային ժամանակներում։ Ըստ էության մենք գործ ունենք լրիվ ազատ մարդկանց հետ։ Եվ սա իր կնիքն է դնում նաև մեր ֆիլմաշարի վրա, որտեղ մենք գործ ունենք արդեն այլ տեսակի հետ։ Տեսակ, որը բոլորովին իրեն իր վրա չի զգում, ասենք, արտաքին բռնության հետքերը։ Ամեն օր իր համեստ աշխատասենյակում կողք-կողքի շարելով Արցախի մասին նկարահանած տեսայրիզները, որոնց նա զինվորիկներ է անվանում, հենց կադրի միջոցով է պատերազմում թշնամու դեմ ու փորձում գոնե իր ֆիլմերի միջոցով լինել հայ զինվորի կողքին, բարձր պահել հայ մարդու, հայ մարտիկի մարտական ոգին ու միշտ հիշեցնել թշնամուն, որ հայոց երկիր թշնամբաբար ոտք դնողը միշտ էլ պատժվել ու պատժվելու է։ Այսօր մենք մեզ պաշտպանված ենք զգում ու բոլոր այն հիմար խոսակցությունները, որոնք կապված են բանակի հետ, պետք է դրանք բոլորը մի կողմ շպրտել, որտեղ դա միակ պաշտպանն է այսօր մեր խաղաղ կյանքի։ Կա այդ բանակը, կլինի խաղաղություն։ Չկա շատ արագ մենք կենթարկվենք ագրեսիայի։ Բանակի ստեղծումը դա մեր մեծագույն հաջողությունն էր։ Եվ ես այսօր հունվարի 28-ին շնորհավորում եմ մեր բանակի ստեղծման 20-րդ տարեդարձը եւ ցանկանում եմ, որ այդ բանակը ավելի ու ավելի հզորանա։ Ինչքան հզոր լինի մեր բանակը, այնքան մենք մեզ պաշտպանված ենք զգալու։ Ինչպիսին են բանակները եւ ընդհանրապես աշխարհում որ պետություններն ունեն ամենամեծ ու փոքր բանակները, որ պետությունը զինված ուժերի կարիք ընդհանրապես չունի, աշխարհի հայտնի ու անհայտ բանակների մասին։ Եթե մեզ համար կարգապահ ու մարտունակ բանակը անհրաժեշտություն է, չի նշանակում, որ աշխարհում բոլոր երկրների համար բանակի նշանակությունը նույնքան հրատապ է։ Կան երկրներ, որտեղ կյանքն ընթանում է խաղաղ ու բնականon հունով, առանց զինված ուժերի առկայության։ Վատիկանը անկլավային պետություն է Հռոմի տարածքում, բայց անկախ է Իտալիայից։ Վատիկանի պահապաններն այսպիսի տեսք ունեն, եւ նրանց համազգեստը զբոսաշրջիկներին շատ է զվարճացնում։ Իսկ երկրի պահպանության համար պատասխանատու է իտալական բանակը։ Նաուրու պետությունը նույնպես բանակի կարիք չունի, որովհետև գտնվում է օվկիանոսի մեջ, նույնանուն կղզու վրա։ Այնուամենայնիվ, այս երկիրն Ավստրալիայի հետ ունի պայմանագիր ռազմական օգնության ցուցաբերման մասին։ Եվրոպայի կենտրոնում էլ կա պետություն, որն առանց բանակի է։ Լիխտենշտեյնը արևելքից սահմանակից է Ավստրիայի, իսկ արևմուտքից Շվեյցարիայի հետ, սակայն այս պետություններից եւ ոչ մեկը պատասխանատվություն չի կրում իրենց սահմանակից փոքրիկ պետության պաշտպանության համար։ Անդորան, Մարշալյան կղզիների հանրապետությունը, Գրենադան, Պալաուն, Սամոան, Կոստարիկան եւ Սողոմոնյան կղզիները նույնպես սեփական բանակ չունեն։ Գերտերությունները, ինչպիսիք են Չինաստանը, ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, հայտնի են իրենց մեծաթիվ բանակներով։ Առաջին եռյակում են Չինաստանը 2.255.000 զինվորական, ԱՄՆ-ն 1.456.850 զինվորական եւ որքան էլ զարմանալի է, երրորդ տեղում է Հնդկաստանը 1.325.000 զինվորական։ Այս բոլոր երկրների մեջ ամենազավեշտալի վիճակում է Սան Մարինո գաճաճ պետությունը։ Սան Մարինոյի ընդհանուր տարածքը կազմում է 60.57 քառակուսի կիլոմետր։ Չնայած շատ փոքր տարածքին, Սան Մարինոն ունի սեփական ու շատ մարտունակ բանակ, որտեղ ծառայում են 51 զինվոր եւ 34 սպա, իսկ երկրի բնակչության թիվն էլ ընդամենը 25,000 մարդ է։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ զինված ուժերի ժամկետային զինծառայող սերժանտ Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է հաղթահարել արտակորման սեփական ռեկորդը։ Նա 2011 թվականի սեպտեմբերի 21-ին կատարել է 6500 արտակորում եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը ավարտելով Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը 2011 թվականի գարնանը զորակոչվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Պատրաստված եմ մարտական եւ ամեն ինչ անելու եմ, որ հաղթեմ։ Մարդկային հնարավորությունների սահմանն անընդգրկելի է։ Այս հայտնի ճշմարտությունը հերթական անգամ ապացուցեց Ռուբիկ Միքայելյանը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին նա սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 3 ժամ 21 րոպեում կատարելով 7550 արտակորում։ Նախկին ռեկորդը 6500-ը, որը նա սահմանել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի օրը, սեպտեմբերի 21-ին, գերազանցեց 1050-ով։ Ռուբիկ Միքայելյանը նշեց, որ ռեկորդը նվիրվում է հայկական բանակին, նրա կազմավորման 20-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Եվ սա ցույց կտա մեր հարևան պետություններին, թե ինչ ուժի ու եռանդի տեր են հայ զինվորները։ Ռեկորդակիրի հայրը Գարիկ Միքայելյանը, ով նաև իր տղայի մարզիչն է, նշեց, որ հպարտ է Ռուբիկի նման որդի ունենալու համար ու կցանկանա, որ վերջինիս եռանդն ու աշխատասիրությունն օրինակ ծառայի բոլոր հայ երիտասարդների համար։ Այս ռեկորդը կընդգրկվի Գինեսի գրքում։ Թող մեր հարևաններն էլ տեսնեն, ժողովուրդն էլ տեսնեն, որ բանակում հնարավոր է, որ զինվորը պարապի ռեկորդ սահմանի։ Սա իր երկրորդ ռեկորդն է։ Ռեկորդակիրն ու նրա մարզիչը չեն պատրաստվում սահմանափակվել այս արդյունքով եւ մտադիր են սահմանել նոր ռեկորդ, անցնելով 10000-ի սահմանը։ Հետաքրքիր է, որ Ռուբենն առաջարկներ էր ստացել ռեկորդը սահմանել Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դրոշի ներքո, սակայն մերժել է, ասելով, որ հայկական եռագույնը չի փոխի ոչ մի այլ դրոշի հետ։ Հիմա ինքը հայտարարել է, մինչև ծառայության ավարտը պետք է հասցնեմ 10000-ի, որ ինձնից հետո այդ վարժությունը աշխարհում ոչ մեկը չկարողանա գերազանցել։ Մենք պատմեցինք այն ամենն, ինչ ինքներս գիտեինք, դուք էլ միացեք մեզ Facebook-ում, դիտեք YouTube-ում, զանգարեք, գրեք ու պատմեք ձեզ հուզող խնդիրների մասին։ Կհանդիպենք։